Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել մի շատ համեղ խմորեղեն, իհարկե թխվածքաբլիթների շարքը շարունակում ենք ու այս թխվածքաբլիթը շատ գեղեցիկ է եւ կոչվում է հրեշտակի թևեր։ Շատ նուրբ, գեղեցիկ խմորեղեն է ու ես շատ կուզեմ, որ դուք անպայման պատրաստեք։ Գիտեմ, որ շատերը կիմանան այս խմորեղենը, բայց մենք չենք պատրաստենք դուք այն մարդիկ, ովքեր չեն տեսել, չգիտեն, թող սովորեն։ Եվ այսպես մեզ հարկավոր է ալյուր, կարագ, ձու, շաքարավազ, աղ, վանիլին եւ թթվասեր։ Սկսեցինք։ Առաջին քայլի համար մեզ հարկավոր է կարագը, ալյուրը եւ կարագը միացնել իրար, եւ քանի որ մեր կարագը սառն է, սառը պիտի լինի, ալյուրը մաղված իհարկե պիտի քերենք կարագը։ Ուրեմն կարագը արդեն ես քերել եմ ամբողջովին, հիմա պիտի ձեռքերի օգնությամբ ալյուրն ու կարագը փշուրի վերածենք։ Ուրեմն ավարտեցի ես արդեն, փշուր դարձրեցի կարագը ալյուրի հետ, հիմա մեզ հարկավոր է 3 ձվի դեղնուց։ Դեղնուցը անջատում ենք սպիտակուցից։ Ուրեմն սպիտակուցը հիմա դնելու ենք սառնանը։ Հիմա ավելացնում ենք մի պտղունց աղ և 100 գրամ թթվասեր։ Կապ չունի թթվասերի տոկոսայնությունը։ Կարագինը նույնպես կապ չունի, կարող եք թույլ տոկոսի կարագ վերցնել։ Այսպես, և արդեն խառնում ենք մեր խմորը։ Խմորը հիմա տեղափոխում ենք սեղանին, արդեն մեր գորգի վրա և հունցում ենք։ Ուրեմն հիմա մեր խմորը բաժանելու են գնդիկների։ Ընկույզի մեծության գնդիկների ենք բաժանելու։ Այսպես։ 30 գրամանոց գնդիկներ ենք ունենա։ Փոքրիկ գնդիկների ենք վերածում, արդեն ասեցի 25 գունդ ենք ստանում, փոքրիկ։ Եվ այսպես որքան հնարավոր է գնդիկներ ենք անում։ Ես ավարտեցի արդեն սիրելիներիս, հիմա ծածկում ենք մեր խմորները, որպեսզի չչորանան և դնում ենք սառնարան, ոչ թե սառցախցիկ։ Այսպես սիրելիներիս, պատրաստում ենք հիմա բեզե։ Մենք միասին արդեն պատրաստել ենք, դուք շատ լավ գիտեք, որ բեզեի ամանը պիտի սառը լինի, սպիտակուցները պիտի սառը լինեն և այսպես մաքուր լինի, թաց չլինի ամանը և որպեսզի ստանանք իդեալական բեզե։
մենք միասին շատ պատրաստել ենք արդեն։ Հիմա մի փոքր հարեմ սպիտակուցը ու քիչ-քիչ ավելացնեմ շաքարավազը։ Ես հարկավոր է նաև վանիլին։ Ավելացնում ենք վանիլինը։ Ինձ մոտ շաքարային է, արդեն գիտեք։ Եվ քիչ-քիչ ավելացնում եմ շաքարավազը ու միաժամանակ հարում եմ։ Մեր բեզեն պատրաստ է արդեն, այսպիսի բեզե ենք ստանալու, տեսեք։ Եվ որպեսզի համոզվենք, որ շաքարի գնդիկներ չկան, այսպես ձեռքով ստուգում ենք։ Ինձ մոտ դեռ մի փոքր կա, 1 վայրկյան էլ պիտի հարեմ։ Մեր բեզեն արդեն պատրաստ է, այսպիսի կտուց ենք ստանալու։ Սիրելի հետևորդներ, ես արդեն բեզեն արդեն պատրաստ է, ամեն ինչ պատրաստ է մեր թխվածքաբլիթները հավաքելու համար, արդեն ձևավորելու համար։ Հիմա տեսեք, բոլոր ամբողջ գնդիկները չեմ դնում սեղանի, որպեսզի չտաքանա, մի քանի հատ այսպես վերցնում ենք, սա ավարտելուց հետո նորից սառնարանից կհանենք ու բացում ենք որքան հնարավոր է բարակ։ Եթե եզրերը, տեսեք, եզրերը այսպես անհավասար են լինում, հենց այդպես էլ պիտի լինի, չնեղվեք դրանից, որովհետև ստեղծում ենք թևերի տպավորություն։ Բավականին բարակ բացել ենք արդեն, տեսեք, այսպես։ Հիմա շատ քիչ մի կողմի վրա, տեսեք, պես անենք, որ երևա, բեզե ենք դնում, այսպես, տարածում ենք և փակում ենք, տեսեք, հիմա փակելու ենք, այսպես, հիմա սովորական այս փայտիկով կարծես ուղիղ մեջտեղից կիսում ենք, բայց չենք կտրում, անջատում ենք ուղղակի իրարից, թևերի տպավորություն ենք ստեղծում, տեսեք, ահա, այսպես, ու հիմա վերցնում ենք արդեն և այսպես, տեսեք, վերջ։ Հաջորդը երբ որ խմորը սառն է լինում, հեշտ է աշխատելը։ Առանց այն էլ մի երևելի դժվարություն չկա այստեղ, արդեն տեսակ։ Մի փոքր այսպես տարածում ենք, բեզե շատ չենք դնելու։ Վրա ենք բերում, ամրացնում ենք և վերջ։ Ուղիղ մեջտեղից, այսպես փայտիկով մի փոքր իրարից հեռու ենք տեղադրելու տապակի մեջ։
շատ նուրբ թխվածքաբլիթներ ենք ստանում եւ միևնույն ժամանակ իհարկե շատ գեղեցիկ։ Սիրելիներիս, ես ավարտեցի արդեն մեկ տապակը, տեսեք այսպիսի գեղեցիկ թխելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով առանց կոնվենցիայի։ Իհարկե մինչև սկսելը ձևավորելը ես արդեն ջեռոցը միացրել էի։ Սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ են մեր հեշտակի թևերը, մի տեսեք ինչ գեղեցիկ, փխրուն, նուրբ խմորեղեն ենք ստացել։ Եփված շտակ տեսնում եք, չէ, ինչքան գեղեցիկ է, տեսեք, և արտակարգ համեղ ու փխրուն, արդեն ես մեկը փորձել եմ, որպեսզի տեսնեմ եփված է, թխված է թե չէ, իսկ հիմա արդեն շաքարի փոշի ենք անելու, որպեսզի ավելի նման լինի հրեշտակի թևերին։ Իմ սիրելի հետևորդներ, մենք արդեն ավարտեցինք, դուք տեսնում եք ինչ խմորեղեն ենք ստացել, նուրբ, փխրուն, համեղ, ես ուզում եմ, որ անպայման դուք փորձեք, սա դժվար չէ ու արտակարգ համեղ է, խնդրում եմ անպայման փորձեք, ես չեմ կասկածում, որ իմ հետևորդների մեծ մասը տեղյակ է այս խմորեղենից, քանի որ սա շատ վաղուցվա խմորեղեն է, ովքեր իմ հասակին են, անպայման կհիշեն, որ մենք ունեինք Հայաստանի աշխատավորուհի ամսագիրը և
հենց այդ ամսագրից է այս խմորեղենը եւ շատ տարիների պատմություն ունի, տեսեք, հիանալի է ուղղակի շատ։ Հիմա մի հատ կիսեմ, կիսեք։ Այստեղից նրբությունը արդեն կզգա, որքան նուրբ խմորեղեն է ինքը։ Այսպես սիրելիներս, ես ոչ թե հուսով եմ, այլ համոզված եմ, որ ձեզ դուր կգա անպայման կպատրաստեք, շատ նուրբ է, շատ համեղ է եւ իհարկե տեսքն էլ տեսակ ինչքան գեղեցիկ է։ Այսքան իմ շատ սիրելի հետևորդներ, ես ուզում եմ, որ այնպիսի խմորեղեններ պատրաստեմ, որ բոլորը չէ որ պատրաստում են եւ դուք էլ իմանաք, դուք էլ պատրաստեք, ովքեր չգիտեն իհարկե։ Ես համոզված եմ, որ շատ շատերը գիտեն այս խմորեղենը, որովհետև սա նորություն չէ։ Այսքանը, շնորհակալ եմ բոլորիցը ձեր ջերմ ու հաճելի մեկնաբանությունների համար, հիանում եմ ուղղակի, կարդում եմ և երջանիկ եմ, շնորհակալ եմ, ցտեսություն, մինչև նոր հանդիպում իմ խոհանոցում։